Շատ էսեք ինձ հարցնում, ինչու հենց Ջենին, ինչի ես հենց նրան այսքան շատ սիրեցի ու ընտրեցի որպես իմ իդեալ։ Այսօր որոշեցի վերջապես անկեղծ պատմել ձեզ այդ մասին։ Ես Ջենին սիրում եմ շատ մանկուց, արդեն երկար տարիներ։ Ես գիտեմ մի բան, երկար տարիներ սիրելը դեռ չի նշանակում, որ դու ես ամենամեծ ֆանը։ Ամենամեծ երկրպագուները դրանով ցույց չեն տալիս ու դրա մասին բարձր չեն գոռում։ Դա ցույց են տալիս միայն անկեղծ մաքուր սիրով, որը կրում է սրտում, ու ես վստահ գիտեմ, որ իմ սերը այդպիսին է։ Ջենին իմ կյանքը փոխել է շատ։ Նա ուղղակի ուրիշ է, նրան ոչ մի բանի հետ չես համեմատի։ Մինչև նրան սիրելը ես մտածում էի, որ երազանքները պարզապես անհասանելի բաներ են, որոնք երբեք չեն կատարվում։ Բայց Ջենիի շնորհիվ է, որ ես հասկացա, որ դա այդպես չէ։ Նա ինքը միշտ պայքարեց ամեն ինչի համար, իր կյանքի յուրաքանչյուր քայլի համար։ Երբեք չի հանձնվել ու հասել է իր նպատակներին։ Նրան նայելով ես սովորեցի պայքարել ու հենց նրա շնորհիվ է, որ ինքս այսօր հասնում եմ իմ երազանքներին ու շարունակում եմ առաջ գնալ, որպեսզի տեսնեմ իրեն։ Ես նրան չեմ սիրում միայն իր արտաքին գեղեցկության համար, թեև նա իսկապես գեղեցիկ է, իմ ամենասիրելին, բայց ես նրան սիրում եմ իր ամեն ինչի համար, իր տեսակի, իր ուժի, այն հեքիաթի համար, որ նա բերեց իմ կյանք։ Իրականում ես այդքան բառ չեմ գտնում, որ կարողանամ իմ սերը Ջենիի հանդեպ նկարագրել։ Իմ սերը այսքանը չէ։ Ես հիմա ինչքան էլ պատմեմ, իմ սերը մեկ է, ավելի շատ է։ Ուղղակի ես այդքան եմ, հիմա չեմ կարող պատմել։ Ու ինչ լինի, ես միշտ գնալու եմ իմ երազանքի հետևից։ Ու որպես վերջաբան ուզում եմ ասել, մարդիկ գալիս են ու գնում են, շենքները փոխվում են, բայց իմ սերը Ջենիի հանդեպ մնալու է անփոփոխ։ Իմ կյանքի ամենագեղեցիկ էջը, ում ես սիրել եմ միշտ, անverջ ու հավերժ։ Իմ սիրուն Ջենի։